Հայրենակիցներ և լրագրողներ, հիմա բացման խոսքով հանդես կգա Ղազարյան հովսեփը, այնուհետև 50% շարունակեմ ես, պատերազմի մասնակիցները, ովքեր մեդալներ և շքանշաններ են ստացել, բոլորս կներկայացնենք, թե ինչի համար ենք արժանացել այդ պարգևին ու որպես բողոքի նշան կդնենք կառավարության։ Հիմա լսենք Ղազարյան հովսեփը։ Այս կառավարությունը իր սխալները սփակելու, իր սխալների խոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը, փորձում է այն կյանքը, այն դժվարությունները, այն պայքարը, որ մենք ենք ունեցել, որի համար մենք արժի ենք գրել, իր սխալները արտարացնելու համար փորձում է զրոյացնել դա եւ մեզ ասում է, որ մեր վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է ու որը եղել է մեր պետության գաղափարական դիմքը, կեղծ է եղել, սուտ է եղել եւ գոյություն չունի։ Ի նշան բողոքի այս հայտարարության դեմ ես իմ մասնական ընկերների հետ որոշել ենք մեր ստացած շքանշանները 44-օրյա պատերազմի ժամանակ հետ հանձնենք։ Մենք այս շքանշանները ստացել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մի մասը հյուսիսային ուղղությամբ եղնիկներում մասնակցելու համար եւ մենք չենք կարող այս շքանշանները այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է եւ մեզ ասում են, որ դա ուղղակի չի եղել, սխալմունք է եղել։ Արցախի հանրապետության նախագահի եւ Հայաստանի հանրապետության նախագահի ես կհանձնեմ իմ մարտական խաչերով շքանշանը եւ մարտական ծառայություն շքանշանը։ Այս պայքարին 7 մասնակից կհանձնեմ։ Տեսեք, այս իշխանավորները պետության գլուխն են հիմա, ուղղակի այդ պայքարի գաղափարը ոչնչացնում են, ուղղակի զրոյացնում են եւ մենք այս քայլով ուզում ենք ասենք, որ բողոք ենք արտահայտում դրա դեմ ու ասում են, որ մենք պայքարելու ենք, այս քայլով մենք ասում ենք, որ պայքարելու ենք, որպեսզի սա տեղի չունենա այլևս։ Քայլեր են հաջողվել։ Այո, հաջողվել դուք իմանաք,